Ժամայմի եթերում կրկին ամբիոն հաղորդաշարն է, բարև ձեզ։ Երեկ ավարտվեցին ավականու ընտրությունները, ինչպիսին էին ընտրությունների ելքը, արդյոք սպասելի էր այդպիսի ելքը եւ ինչ կարելի է կանխատեսել, այսօր մենք կփորձենք քննարկել քաղաքագետ Գեղամ Նազարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Նազարյան։ Պարոն Նազարյան, ինչպիսին էին ընտրությունները ձեզ համար, ինչպիսի գնահատական կարելի է տալ, սպասելի էր այդպիսի արդյունքը եւ փորձենք սկսել այդտեղից, հա։ Նախ եւ առաջ պետք է արձանագրենք, որ տեղի ունեցավ այն, ինչ որ ակնկալվում էր, այսինքն համատարած ընտրակեղծիքներ տարբեր աստիճանի եւ մակարդակի, սկսած փողաբաժանությունից վերջացրած տեղամասերում արձանագրված կոպիտ խախտումներով, այսինքն իշխանությունները կազմակերպեցին այնպիսի ընտրություններ, ինչպիսին կազմակերպեցին արեցին վերջին երկու անգամ խորհրդանական եւ նախագահական ընտրությունների ժամանակ, բայց այս անգամ մի մեծ տարբերություն կար, եթե նախորդ ընտրությունների ժամանակ նրանք ամեն կերպ փորձում էին զսպել իրենց համար աշխատող թաղային խուժանին, այս անգամ խուժանին չէին սաստել եւ նրանք ջրի երեսում երևում էին իրենց ամբողջ տհաճ դրսևորումներով, պահվածքով եւ գործելակերպով։ Սա տարբերություններ, սա երևացող տարբերություններ, բայց մյուսը արդեն այն էր, ինչ որ ակնկալվում էր, այսինքն երբ որ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ ընտրությունների մասնակցել է 437,000 մարդ, արդեն իսկ կարելի էր սպասել, թե ինչ արդյունք պետք է հայտարարվի հետո, որովհետև մենք Մարս մոլորակից չենք կամ Վեներայից, ապրում ենք Երևանում, գիտենք իրական բնակչությունը, առկա բնակչությունը, ինչպես սիրում են ասեն վիճակագիրները, առկա բնակչությունը այնպիսին է, որ ամենալավ նորմալ ակտիվության դեպքում, երբ որ արձանագրվում է նման ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ, որքան էլ հետաքրքրությունը մեծ լինի, բնակչության մոտ կեսը մասնակցում ընտրություններին եւ պարզ էր, որ 430-31,000 մարդ Երևանում չէր գա մասնակցի ավականու ընտրություններին, այստեղից արդեն պարզ էր, եթե նույնիսկ մի կողմ դնենք այն ամեն ինչ տեղի ունեցավ, այդ շրջիկ խմբերը, երթուղային տաքսիներով ընտրողներին այս ու այն կողմ տանելը, տաքսիներով տանելը, ծերերին տեղից հանելը եւ ընտրատեղամաս տանելը, արդեն մենք ցավոք սրտի պետք է հերթական անգամ արձանագրենք, որ մենք չունենք ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետ եւ ավագ։ Պարոն Նազարյան, այսօր ՀՀԿ ներկայացուցիչ ԱԺ Էդուարդ Շարմազանովը ասել է, որ հրապարակային բաց եւ թափանցիկ ընտրություններն այլևս անշրջելին չեն, այսինքն այսպիսին է ՀՀԿ-ի մեկնաբանությունը, հա, ընտրությունների։ Եթե ես շատ կզարմանայի, եթե նույն Շարմազանովը դատապարտեր տեղի ունեցածը։ Իդեպ իրենք դատապարտել են ընտրախախտումները։ Գիտեք, հիմա դա նման է նրան, որ ասենք գողը գողանում է, հետո դատապարտում է ինքն իր արածը։ Լավագույն դեպքում գողը կարող է վերադարձնել գողունը։ Երբ որ գողունը չեն վերադարձնում եւ դատապարտում են, դա անիմաստ ինչ-որ մի բան է, որովհետեւ այդ ընտրակեղծիքը, ընտրակեղծարարությունը դա նույն գողությունն է, այսինքն գողանում են մեզնից։ Մեր ընտրության արդյունքները կեղծում են։ Իհարկե Շարմազանովը, Աշոտյանը, Գալուստ Սահակյանը, մյուս հանրապետականները շատ հանգիստ կարող են ասել ընտրությունները փայլուն են եղել եւ նույնիսկ այդ ընտրակեղծիքը նույնիսկ կարող են ասել, որ փող որևէ մեկին չի տվել, իսկ եթե արձանագրված է լինի, կարող են հանգիստ ասել, որ մեկը մեկին օգնում էր, իր եղբայրն է, հարևանն է եւ փող էր բաժանում, թե ինչու էր համատարած այդ մարդասիրական ակտը տեղի ունենում հենց ընտրության օրը, դա էլ թող Աշոտյանը կամ Շարմազանը։ Պարոն Նազարյան, այդ խորհրդանական ընտրությունների ժամանակ Հանրապետական կուսակցությունը հավաքեց 44% ձայն, այս անգամ մոտ կարելի է ասել, էլի կուսակցական սկզբունքով ընտրություններում հավաքեց 54% ձայն։ Ինչով դա կարելի է պայմանավորել։ Եթե հետևենք Շարմազանովի դրամաբանությանը, ապա այս ընթացքում ժողովրդի կենսամակարդակը այնքան է բարձրացել, մարդիկ սկսել են այնքան լավ ապրել, որ հանրապետական կուսակցության վարկանիշը կտրուկ աճել է եւ հասել 55%-ի։ Բայց իրականությունն այն է, որ մենք ընտրություններով չենք կարող այսօր որոշել կամ կարող ենք որոշել մոտավորապես ժողովրդի տրամադրությունը, որովհետեւ կեղծիք այնքան շատ է, կեղծիքի գործոնը, որ մենք իրական վարկանիշը կարող ենք միայն իմանալ անկախ գաղտնի
կամ այլ տիպի սոցհարցումների միջոցով կամ ուղղակի մեր շրջապատում ունեցած զրույցներով։ Իրականում ոչ 44% են հավաքել, ոչ էլ 55%։ Նույն Աշոտյանը շատ լավ գիտի, որ հայ ժողովուրդը իրականում աննորմալ չէ, որովհետև միայն աննորմալը, որքան իր կյանքը վատանա, կգնա կքվեարկի կառավարող կուսակցությանը, նման բան չի լինում։ Այսօր շատ այսօր եւ Հայաստանում դա ընդունված է, կարծես փորձում են այդ գիտակցում մարդկանց մեջ մտնել, որ ընտրությունների ելքը որոշում են նրանք, ովքեր փող են վերցնում եւ փողով քվեարկում են։ Դրանք շատ քիչ են, դրանք ընդհանուր քվեարկածների 10-15 շատ լավագույն դեպքում 20%-ն են։ Դրանք ընտրությունների ելքը չեն կարող որոշել։ Բայց այդ ամեն ինչը մեկը գումարվում են իրար եւ ստացվում է մի ընդհանուր պատկեր։ Այսինքն ի՞նչն է որոշել ընտրությունների ելքը։ Որոշում է նախապես որոշված որոշումը, նախապես կայացված որոշումը, թե այս կամ այն տեխնացուն կամ այս կամ կուսակցությունը որքան ձայն պետք է ստանա։ Այսինքն որոշվել էր, որ Տարոն Մարգարյանի գլխավորած ցուցակը 55% մոտավորապես պետք է հասնի ինչ նպատակ։ Նա որոշում է։ Հիմա Շարմազանովը, Աշոտյանը եւ մյուս կարկառուն հակականները թող բացատրեն, թե ոնց է ստացվում, որ Սերժ Սարգսյանի վարկանիշը ավելի ցածր է, քան Տարոն Մարգարյանինը։ Եթե այդպես է, ավելի լավ էր, ասենք, փորձեին նախագահի տեխնացու Տարոն Մարգարյանին տնեն, բայց դա այդպես չէ, իրանք էլ գիտեն, որ դա այդպես չէ։ Իրանք էլ գիտեն ժողովրդի իրական տրամադրվածությունը եւ շատ լավ գիտեն, որ արտագաղթի այս պայմաններում կենսամակարդակի այսքան ցածր իրավիճակում կառավարող կուսակցությունը չի կարող հաղթել։ Վերցնենք այն երկրները, որտեղ արդար եւ ազատ ընտրություններ են լինում։ Այս տնտեսական ճգնաժամից հետո 2009 թվականից հետո որևէ երկրում իշխանությունները կառավարության փոփոխությունից զերծ չմնացին։ Եթե ոչ նախագահի կամ վարչապետի կառավարության արմատական փոփոխություններ, Հայաստանում դա չեղավ եւ նույնիսկ մեզ ուզում են ապացուցեն, որ մեր ժողովուրդը տարօրինակ ժողովուրդ է, տարբերվում է աշխարհում բնակվող մյուս ժողովուրդներից եւ գնում եւ քվեարկում է այն ուժին, որը երկիրը հասցրել է այս վիճակին։ Կամ մենք պետք է ընդունենք, որ մեր ժողովուրդը մազոխիստ է եւ սիրում է ապրել նման խնդիրներով երկրում։ Պարոն Ազարյան, անցյալ ընտրությունների ժամանակ խորհրդարանական կներեք նախագահական ընտրությունների ժամանակ, երբ հիմնական ոչ իշխանական ուժերը չէին մասնակցում եւ ըստ էության միայն ժառանգություններ մասնակցում, կային այսպիսի գնահատականներ, որ այնուամենայնիվ նույնիսկ այն դեպքում, երբ որ ոչ իշխանական ուժերը չմասնակցեցին, մարդիկ գնացին եւ ընտրեցին ժառանգության ղեկավարին, հա։ Այս անգամ բոլոր ուժերը մասնակցում էին։ Ինչու հնարավոր չեղավ կանխել, հա, այդ ընտրակեղծիքների համակարգը կամ ինչու ՀՀԿ-ն կարողացավ նորից հավաքել այնքան ձայն, ինչքան դուք ասում եք ընտրակեղծիքներով, բայց այնուամենայնիվ նա կարողացավ հավաքել այդքան ձայն։ Ինչու չկարողացավ ընդդիմությունը կանխել ընտրակեղծիքի մեխանիզմը գործի դնելու այդ process-ը, դա արդեն շատ լուրջ հարց է, որովհետև մի քանի իշխանություն իրականում շատ դժվար է պայքարել այն իշխանությունների դեմ, որոնք գնում են նման քայլերի։ Ընդդիմությունը պետք է շատ ուժեղ լինի, պետք է ռեսուրսները մարդկային շատ լինեն, որպեսզի կարողանան ամբողջովին կանխել ընտրակեղծիքների իրականացումը։ Իրականում ես մտածում եմ, որ քաղաքական ուժերը պետք է հասնեն նրան, որ միջև ընտրությունները հասնեն նրան, որ գործող իշխանությունները հասկանան, որ ընտրակեղծիքների իրականացման դեպքում երկրում իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից։ Այսինքն այդ բողոքի գործողություններ, ցույցեր, երթեր եւ որ իրենք հասկանան, որ ընտրակեղծիքներից հետո իրենք անհարմար վիճակի մեջ են հայտնվելու, շատ վատ վիճակի մեջ են հայտնվելու եւ ժողովուրդը իր բողոքի ալիքով իրավիճակը կարող է հանել այնպիսի վիճակի, որ նրանք կերազեին, որ նորմալ ընտրություններով զիջեին իշխանությունը, այդ դեպքում արդեն իշխանությունները զերծ կմնան, չեն դիմի նման քայլերի, բայց դա արդեն ուտոպիայի ոլորտից է, իսկ հիմա պետք է այս ընտրություններից հետո քաղաքական բոլոր առողջ ուժերը պետք է նստեն կլոր սեղանի շուրջ եւ իսկապես որոշեն, թե ինչ է պետք անել եւ ինչպես է պետք անել, որ այսուհետև
երկիրը ընկնի նորմալ հունի մեջ, որովհետև անդադ ամեն մի կեղծիքից հետո, ամեն մի ընտրակեղծիքից հետո Հայաստանում, Երևանում խնդիրներ են առաջացնում, նորանոր խնդիրներ են առաջանում։ Տեսեք, հիմա մի օրինակ բերեմ, այն խուժանը, որի վրա հենվել էր իշխանությունը ընտրակեղծիքի process-ը իրականացնելու համար, նրանք հենց այնպես չեն գնալու տուն ընտրություն, նրանք ինչ-որ բան պահանջելու են, ինչ-որ բան ուզելու են։ Իշխանությունները ստիպված են լինելու զիջեն ինչ-որ բան, դրա հետևանքով երկիրը տուժելու է, երկիրը ընկնելու է վատ վիճակի մեջ։ Սա դեռ երևացող կողմն է, որը ամենակիչ վնաս տվող կողմն է։ Ընտրակեղծիքով որևէ երկիր առաջ չի գնաց, սա փորձի համար յուրաքանչյուր ոք թող ցուցակ կազմի, մի կողմում դնի այն երկրները, որտեղ նորմալ ընտրություններ են ընթանում առանց կեղծիքների, մյուսում դնի այն երկրները, որտեղ ընտրություն չեն լինում կամ ձևական բնույթ են կրում կամ ընտրակեղծիքներով են ընթանում։ Մենք պետք է ընտրենք ինչ երկիր ենք ուզում կառուցել, եթե մեր նպատակը Ղազախստանի տիպի երկիր կառուցելն է կամ Ուզբեկստանը, մենք պետք է հասկանանք, որ այդպես մենք չենք կարող, մենք ուղղակի Պարոն Ազան, ըստ էության այս ընտրություններով հավաքական ընտրությունները այսպես փակվում է որոշ ժամանակով ընտրությունների շրջանը, հա, այսինքն մոտ 4 տարի այլևս չեն լինելու համապետական նշանակության ընտրություններ չլինեն, հաջորդը 4 տարի հետո։ Ըստ էության օրենքով սահմանված լինելու են 4 տարի անց։ Ինչ պիտի լինի մեր քաղաքական դաշտը եւ ինչ պիտի անի Դատելով իշխանությունների գործողությունից նրանք ամեն ինչ անում են, որ քաղաքական դաշտը ամայանա, անապատի վերածվի, որովհետեւ արդեն այդ դեպքում իրենց համար շատ ավելի հեշտ կլինի իրականացնել հաջորդ ընտրությունները, իշխանության փոխանցումը մեկ ուրիշին կամ մեկ այլ սերունդի, բայց դեռ 4 տարի կա եւ այս ընթացքում հիմա քաղաքական ուժերը պետք է հետեւություններ անեն եւ ես կարծում եմ որ եւ ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը եւ Դաշնակցությունը պետք է որոշակի հետեւություններ անեն եւ չզարմանան թե ինչու արձանագրվեց իրենց համար այսպիսի պատկեր, որովհետեւ չմասնակցելով նախագահական ընտրություններին ժողովրդի մի մասի մոտ նրանք հիասթափություն թողեցին, առաջացրին եւ այսքանից հետո նախագահական ընտրությունից ընդամենը 2.5 ամիս հետո դեռ կարելի է դրական համարել, որ նրանք միասին վերցրած մոտ 200,000 ձայն հավաքեցին, այն դեպքում, երբ որ ընտրակեղծիքի հետ հրաժարավոր մեքենան գործի էր դրվել ամբողջ իր հզորությամբ։ Այս դեպքում ես ուզում եմ ուշադրություն դարձնենք, որ օրինակ Բարգավաճ Հայաստանը մոտ 100,000 ձայն հավաքեց, այսինքն տարբերությունը խորհրդարանականից այդքան էլ էական չէր եւ ես կարծում եմ, որ սա ԲՀԿ-ն պետք է դրական գնահատեն, համապատասխան հետևություններ անեն եւ այս ոչ թե հիմա նույն ԲՀԿ-ն կամ ՀԱԿ-ը նստեն սպասեն հաջորդ խորհրդարանական ընտրությունների նախօրյակին ինչ-որ քայլեր ու ակտիվություն դրսևոր, այլ ամենօրյա աշխատանքով իրենք պետք է դառնան ավելի կուռ քաղաքական կառույց եւ ժողովուրդը բնականաբար տեսնելու է դա, չի կարող աննկատ մնալ եւ այդ ընթացքում մենք կունենանք նորմալ քաղաքական ուժ, որի շուրջը կարող է քաղաքական ակտիվ process-ներ տեղի ունենան եւ եթե ունենանք ԲՀԿ-ի նման հզոր քաղաքական ուժ թիմ, դա կնպաստի նաեւ որ այլ ուժեր եւս կայանան, իսկ եթե նստեն եւ սպասեն թե խորհրդարանական ընտրությունները երբ են լինելու, որ ինչ-որ ակտիվություն դրսևորեն, կմատնվեն հաստատ անհաջողության, քանի որ հիմա Այսինքն ինչ եզրակացություն պիտի անեն դրանք։ Եզրակացություն, որ չի կարելի ակտիվանալ ընտրությունից ընտրություն, քաղաքական ուժը անընդհատ պետք է ակտիվ լինի, ինչպես ասենք արևմտյան աշխարհում է, քաղաքական ուժը ամեն օր է ակտիվ, ամեն օր արտահայտում է ժողովրդի շահերը, այն ժողովրդի, որը քվեարկում է իր օգտին, այսինքն մշտական պայքար պետք է լինի, մշտական քայլեր, մշտական գործողություններ եւ կարծում եմ եւ ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը այն պոտենցիալը ունեն, որ կկարողանան համախմբել ուժերը եւ ոչ թե ապաթիայի կամ հուսալքության մեջ ընկնեն եւ ինչ որ թողնեն ակտիվ գործողությունները հիմա սա process է իհարկե շատ վատ է որ կեղծում են ընտրությունները շատ վատ է բայց մենք պետք է հասկանանք որ սա է մեր երկիրը եւ ոչ թե ձեռներս թևաթափ լինելով գնանք Ամերիկա, Ռուսաստան կամ Ֆրանսիա պետք է պայքարել ամեն օր
ամեն օր պայքարել եւ այդ ընթացքում արդեն միանգամից չի կառուցվում։ Ըստ էության Բարև Երևան դաշինքը եւ ԲՀԿ-ն կարող են ստանալ մանդատներ ավականում, արդյոք ըստ ձեզ պիտի վերցնեն մանդատները եւ կվերցնեն թե չեն վերցնի։ Ես կարծում եմ, որ վերցնելը ճիշտ կլինի, որովհետև եթե չվերցնեն, ապա մի օղակում, մի ոլորտում դատարկություն է առաջանալու։ Ճիշտ է, հիմա նրանք չեն կարող որոշումներ կայացնելու վրա ազդեցություն ունենալ, բայց գոնե կարող են վերհանել այնպիսի խնդիրներ, որոնք իրոք Երևանցու համար անհրաժեշտություն են։ Բացի այդ, պետք է նրանք ցույց տան, որ ահա եթե մենք ավելի շատ լինեինք, մենք կարող ենք այս հարցերն էլ լուծենք։ Եթե հիմա այո, կեղծիք է եղել, պարզ է։ Կարող են որպես քայլ նաև ասեմ, մենք բողոքելով ընտրակեղծիքների դեմ չենք վերցնում մանդատները, բայց դրանից ով կշահի, կարծում եմ կշահեն մենակ իշխանությունները, որոնց համար ավելի հեշտ կլինի հանգիստ պայմաններում նորից բյուջե գրել եւ ասենք շների մի շան սպանության համար 50,000 կամ $100,000 հատկացնել, մի մայթ ասֆալտ անելու համար ոչ թե 50,000 դրամ հատկացնել, այլ 1 միլիոն դրամ։ Այսինքն ես նորից եմ շեշտում, որ քաղաքական ուժերը, եթե ցանկանում են իրենք մնալ որպես քաղաքական ուժ, չթուլանան եւ դուրս չգան ասպարեզից, ինչպես շատ կուսակցություններ ընտրությունից ընտրություն առաջանում եւ վերանում են, նրանք պետք է ակտիվություն հանդես բերեն, ներքին վերափոխումների գնան, ակտիվանան եւ Ինչ նկատի ունենք վերափոխումներ ասելով։ Այսինքն կուսակցությունը որպես այդպեսին Հայաստանում այդքան էլ կայացած չեն կուսակցությունները։ Կուսակցական ես չեմ կարծում, որ 1 կամ 2 տարում դա հնարավոր է, բայց պետք է ինչ-որ բայց քայլեր ձեռնարկել եւ գնալ առաջ, ինչպես ասենք կայացած են Գերմանիայում կամ Ֆրանսիայում կամ Անգլիայում կուսակցությունները եւ կախված չեն այս կամ այն քաղաքական իրադարձությունից կամ ընտրությունից, նրանք կան գոյություն ունեն անկախ նայած ընտրությունները կլինեն 4 տարի հետո, 3 տարի հետո կամ ինչ քաղաքական իրավիճակի երկրում։ Քաղաքական ակտիվ կյանք է պետք Հայաստանում ամեն օր, ամեն ժամ եւ մարդը քաղաքացին պետք է իմանա, որ իր շահերի արտահայտիչ կուսակցություն կա իր թիկունքում եւ չի սпасելու, որ ընտրություններից 10 օր առաջ բերեն եւ բակ ասֆալտապետեն կամ ինչ որ իր խնդիրներից մեկը այդ ժամանակ լուծեն։ Այ կշահի ապագան այն կուսակցությանն է, որը հենց այսօրվանից ինքը կմտնի նոր շրջափուլի մեջ։ Պարոն Նազարյան, տեսեք, ամեն անգամ ընտրական process-ների ավարտից հետո միշտ այսպես լինում են հիասթափության տրամադրություններ, Երևանի, Հայաստանից ընդհանրապես գնալու, օրինակ այսօր մեծաթիվ Facebook-յան գրառումներ կային արտագաղթելու ցանկության մասին, ինչպես պիտի ոչ իշխանական ուժերը աշխատեն հասարակության հետ, հա, որպեսզի հասարակությունը ամբողջությամբ ընկալի դա։ Այս ընտրությունների ժամանակ բոլոր ոչ իշխանական ուժերը նշում էին, որ այս ընտրությունները քաղաքական բնույթ ունեին։ Արդյոք իրենք կարողացել էին տեղ հասցնել այդ այսպես ուղերձը հասարակությանը։ Գիտեք, շատ իրոք զավեշտալի է, երբ որ պետք է բացատրել մարդուն, որ ընտրությունը դա քաղաքական process է կամ քաղաքական իրադարձություն է։ ՀՀԿ-ն ամեն ինչ արեց գործող իշխանությունները, որ մարդկանց համոզեն, որ սա ասֆալտապատման կամ աղբահանության հետ կապված ընտրություններ են, բայց նույնիսկ գյուղապետի ընտրությունը դա քաղաքական ընտրություն է, որովհետև ընտրությունը չի կարող ապա քաղաքական լինել։ Կուսակցությունները շատ վատ աշխատեցին, որովհետև չմտան յուրաքանչյուր մարդուն տուն եւ չբացատրեցին, որ այս ընտրությունից կախված է իր վաղվա օրը եւ առնվազն 4 տարվա կտրվածքով քաղաքի ապագան։ Բայց կուսակցություններին այստեղ ես չեմ կարող, որտեղ ժամանակը քիչ է եւ ես քիչ առաջ երբ որ ասում եմ, որ կուսակցությունը պետք է գործի ոչ թե ընտրությունից ընտրություն, այլ միշտ, այլ երբ որ նախորդ ընտրությունից անմիջապես հետո մարդկանց հետ ճիշտ աշխատանք տարվի, այսինքն կուսակցությունը պետք է մտնի մարդկանց տները։ Մարդը պետք է իմանա, որ ունի իր շահերի արտահայտիչ կուսակցությունը եւ ոչ թե ընտրության ժամանակ, այլ ցանկացած ժամանակ մտնելով այդ կուսակցության գրասենյակ կարող է իր խնդիրը բարձրացնել, հարցը բարձրացնել, դարձնել կարող է դրանից գլոբալ ինչ-որ մի խնդիր լուծվի։ Կուսակցությունները պետք է ակտիվ աշխատանք տանեն, մշտական հանդիպումներով, մշտական ելույթներով,
երբ որ մարդուն կհասկացնեն, որ 5000 դրամը ավելի շատ, ավելի քիչ է, քան իր եւ իր երեխայի նորմալ կյանքն ու ապագան հետագայում, այդ ժամանակ արդեն խնդիր կլինի։ Երբ որ մարդուն բացատրում ես, որ չի կարելի վերցնել ընտրակաշարք, հասկանում եք, խնդիրը սա է, այո, ունենք կաշարք, ընտրակաշարք տվող կառույց, ունենք, բայց ցավոք սրտի ունենք նաև մարդիկ, որոնք այդ կաշառքը վերցնում են, այնպես չէ, որ ավտոմատը դնում են մարդկանց գլխին եւ ստիպում են, որ այդ ընտրակաշառքը վերցնեն, այսինքն վերցնողներ ունենք, այսինքն կուսակցությունների խնդիրը, հասարակական շատ կազմակերպությունների այդ քաղաքացիական շարժումների խնդիրն էլ նա է, որ մարդուն կարողանան բացատրեն, որ չվերցնի, որ հասկանան, որ դա վերցնելը շատ ավելի ամոթալի է, քան մարմնավաճառությամբ զբաղվելը, իհարկե կներեք կոպիտ օրինակի համար, բայց իրոք, երբ որ մարդը հոգին է վաճառում, իսկ ձայն վաճառելը, դա հոգին վաճառելն է, դա իմ կարծիքով շատ ավելի լուրջ խնդիր է, քան Պարոն Ազան, այսօր կրկին էլ մեջբերում անեմ Facebook-ից, կային այդպիսի մեկնաբանություններ, որ ըստ էության ընտրության ելքը ինչ որտեղ որոշում են, այսպես ասած, թաղային հեղինակություններ, հա, ավելի կոշտ ձևակերպումներ չտանք, կամ մարդիկ, ովքեր ոչ բավականին գրագիտության բավականին ցածր մակարդակ ունեն, այսինքն իրենք իրենց այդ ակտիվության մարդկանց տանել բերելով որոշում են ընտրությունների ելքը, ինչպես այդ խավի դեմ, հա, պայքարել։ Այդ խավի դեմ պայքարել պետք չի, այդ խավին պետք է դնել իր տեղը ուղղակի։ Իսկ դրա համար պետք է հասնել քաղաքական այնպիսի իրավիճակի, որ երկրում այնպիսի փոփոխություններ տեղի ունենան, որ այդ խավը լինի այնտեղ, որտեղ պետք է լինի։ Հիմա շատերը զարմացած են, զայրացած են, որ այդ խավը ձեր բնորոշմամբ կանգնել էր իշխանությունների կողքին եւ կատարում էր նրանց հանձնարարությունները։ Իսկ ինչ մտածում էիք, այդ խավը պետք է ընդդիմության կողքին կանգներ։ Չէ, իհարկե չէ։ Ուղղակի ընդդիմության խնդիրն էլ այս էր։ Եթե ընդդիմությունը ավելի մեծ ուժ ունենար, ավելի մեծ հզորություն ունենար, մարդկանց հետ ավելի ճիշտ աշխատանք տաներ, ապա այդ խավի ձեռքերը ավելի կապված կլինեին, քան թե այն ինչը հիմա մենք տեսանք, որտեղ այս ընտրություններում սա գագաթնակետներ, խուժանի դրսևորման գագաթնակետներ, երբ որ արդեն բացահայտ գումար էին բաժանում, հետո էլ ասենք, ասում են, չէ, նման բան չկա, այսինքն մակարդակը շատ իջավ, ահավոր իջավ, բայց կարծում եմ ինչ-որ պայի իջանք, ինչ-որ պայի էլ արդեն պետք է բարձրանանք, սա վերջը չէր, պայքարի, կարելի է ամեն ինչ անել, որ խնդիրը գնալով լուծել, դրա համար պետք է ակտիվություն եւ ոչ թե հուսալքություն ու երկրից հեռանալ։ Չեմ կարծում, որ անգլիացիները կհասնեին այսօր այնպիսի երկրի, ինչպիսի Անգլիան է կամ Ֆրանսիացին, եթե հուզվեին, նեղսրտեին, ապաթիայի մեջ ընկնեին եւ ասենք ֆրանսիացին արտագաղթեր Անգոլա կամ անգլիացին էլ Պերու։ Պարոն Ազան, եւս մեկ հարց տամ եւ դրանով փորձենք ամփոփել, այսպիսի մոտեցում կա, հա, միշտ այսպես սպասում են, բայց ինչպիսին կլինի միջազգային գնահատական, այսպես շատ կարեւորություն է տրվում դրան։ Այսօր Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը ասուլիսում, այսպես նշել էր մի շարք խախտումներ, այդ թվում թաղային հեղինակությունների օգտագործում մարդկանց պետական կառույցների աշխատողների միջոցով քվեարկություններ ապահովելու եւ մի շարք այլ խնդիրների եւ նաեւ նշել էր, որ պետք է վերացնել այսպես վախի մթնոլորտի արկայությունը, բայց միևնույն ժամանակ այնուամենայնիվ գնահատական այսպիսին էր, հա, կա դրական տեղաշարժ, ընտրությունները անցել են նորմալ, հանգիստ պայմաններում, տեխնիկապես ամեն ինչ ապահովված էր, այսինքն արդյոք սա այն այսպես չափանիշն է, որով պետք է մենք գնահատենք մեր ընտրությունները կամ կարևորություն տանք, թե ինչպիսին է լինելու միջազգային հանրության կարծիքը կամ հույսը դնենք դրա վրա, որ այստեղից այսպիսի պատասխան կլինի։ Դեք միջազգային հանրության, այսպես կոչված միջազգային հանրություն ասելով մենք պետք է նկատի ունենանք աշխարհի գերհզոր երկրներին, Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Եվրամիություն։ Դրանց գնահատականը կարևոր է Հայաստանի հետագա զարգացման համար կամ ինչ հարաբերություններ կունենա մեր երկիրը այդ երկրների հետ կամ ինչպես մեզ հետ կհարաբերվեն։ Եթե մենք ունենք ոչ լեգիտիմ նախագահ, եթե մենք ունենք ոչ լեգիտիմ քաղաքապետ, ապա մեզ հետ խոսալու տոնը այլ է լինելու, քան այն դեպքում, եթե մենք ունենանք օրինակարգ իշխանություններ։ Դրա համար դա շատ կարևոր է։ Բայց մյուս կողմից մենք չպետք է նստենք եւ սպասենք, թե միջազգային դիտորդը ինչ գնահատական կտա մեր ընտրություններին, որը դրա կողմնորոշում։ Մենք ինքս կարծում եմ բավական նորմալ ժողովուրդ ենք եւ կարողանում ենք գնահատական տալ այս կամ այն երևույթին եւ ինքներս ենք հասկանում
կամ գոնե պետք է հասկանանք, որ վատ ընտրությունները, կեղծիքներով ընտրությունները դա վնաս է ինքներս մեզ, մենք ինքներս մեզ վնաս ենք հասցնում։ Լավ, թող 5 տարի էլ Տարոն Մարգարյանը կամ 4 տարի լինի քաղաքապետ, դրանից Տարոն Մարգարյանն է շահելու, բայց ոչ քաղաքն ու երկիրը։ Եվ նույնիսկ վերջին հաշվով հանրապետական կուսակցությունն էլ չի շահելու, որովհետև այս քայլերի արդյունքում, եթե երկրում ինչ-որ արմատական, ոչ թե եթե դա մի օր լինելու է, հանրապետական կուսակցությունը այլևս անելիք չի ունենալու, որովհետև ռեսուրս չի ունենալու նա աշխատի ընդդիմության պայմաններում, երբ որ նա ընդդիմություն է։ Այսինքն միջազգային հանրության գնահատականները կարելի է կարևորել եւ պետք է կարևորել, բայց եզրահանգում մենք պետք է ինքներս մենք պետք է անենք այդ եզրահանգումը։ Եվ եթե այսօր մենք ունենք վատ ընտրություններ եւ միջազգային հանրությունը ինչ-ինչ պատճառներից ելնելով կամ բարեկրթությունից ելնելով ասում է, որ ինչ-որ առաջընթաց կա, իհարկե զարմանալի է, թե ինչ առաջընթաց է տեսնում միջազգային դիտորդը այս նման ընտրություններից, դա իհարկե մի փոքր էլ վիրավորական է մեր համար, որովհետև ստացվում է, որ մենք Ավստրալիայի կամ Նոր Զելանդիայի աբորիգեններ ենք եւ որ կարողանում ենք քվեաթերթիկը նետել քվեատուփի մեջ ճիշտ, ուրեմն դա առաջընթաց է արդեն։ Եվ մենք արդեն նմանվում ենք Անդորայի կամ Սան Մարինոյի ֆուտբոլի հավաքականներին, որին 7-0, 10-0 հաղթելուց հետո մրցակցի թիմի մարզիչը ասում է, այո, անցած խաղի նկատմամբ ես որոշակի առաջընթաց նկատեցի։ Բարեկրթություն է, բայց դա մենք պետք է մեզ համար երկրորդական լինի միջազգային հանրության գնահատականները։ Կարևորն այն է, որ ես ասում եմ, մենք իմանանք, որ Հայաստանը դա մեր երկիրն է եւ ոչ թե հանրապետական կուսակցության երկիրը։ Մենք ոչ մի կատաստրոֆիկ բան չի եղել, ընդհանրապես հերթական կեղծիքները, որից հնարավոր է դուրս գալ։ Եվ ես կրկնում եմ, չի կարելի Հայաստանում ապրել այնպես, ինչպես ապրում է հայը Ֆրանսիայում, Ամերիկայում կամ Ռուսաստանում։ Հայաստանը մեր հայրենիքն է, տունն է, պետությունն է, որը պետք է պայքարով, այո, պայքարելով, չարչարվելով դարձնել այնպեսին, ինչպեսին մենք երազում ենք։ Շատ լավ, շնորհակալություն ձեզ մեր հրավերն ընդունելու համար։ Սպասենք տեսնենք, թե ինչպիսի որոշում կայացնեն քաղաքական ուժերը եւ հետեւաբար ինչպիսին կլինեն հետագա զարգացումները։ Իսկ դուք սպասեք մեր նոր հանդիպումներին, ցտեսություն։